Թուրքական կողմը Մարգարայի անցակետի թուրքական հատվածում աշխատանքներ է իրականացում սահմանը բացելու նպատակով։ Թուրքական մամուլը համենայն դեպս գրում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում կբացվի սահմանը, բայց ես ենթադրում եմ բեռնափոխադրումների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար, ոչ ամբողջականա բացվելու սահմանը։ Կամ եթե միջև իհարկե 6 ամսվա ընթացքում վերջնական խաղաղության պայմանագիրը չստորագրվի Ադրբեջանի հետ։ Եթե ստորագրվի ավելի շուտ։ Եթե ստորագրվի ավելի շուտ, այո։ Այսինքն նախապայմանը մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունը։ Ամբողջական բացման համար, այո։ Եթե Թուրքիան հիմա նկատելիորեն process առաջ է տալիս, ինչու է անում դա։ Էրդողանն էլ հայտարարում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մոդել խաղաղության պայմանագրի ստորագրման Էրդողանն էլ պատական հայտարարություններ կարծես թե չի անում այս։ Այո, համաձայն եմ։ Ընդհանրապես ես կասեի, որ Էրդողանի ասած խոսքերը այս ընթացքում վերջին տարիներին հայ-ադրբեջանական այսպես գործընթացների հետ կապված ամենա իրատեսականն են եղել եւ ամենա այսպես ճիշտ։ Հետո կպարզվի խոհանոցի տերը Էրդողանն է եղել այս։ Դե ես միշտ ասել եմ այդ մասին։ Եվ այսինքն այն ինչ գործընթաց որ կա եւ մանավանդ որ Վաշինգտոնի հռչակագիրը ստորագրվեց, դրանից հետո արդեն ակնհայտորեն ես կարծում եմ, որ նաեւ արևմուտքից հատկապես նահանգներից կա որոշակի ճնշում Թուրքիայի վրա եւ Թուրքիան ուրեմն կգնա վերջնական սահմանի բացմանը։ Երևան-Ստամբուլ չվերթներ, դա էլ է արդեն անուսավորվել թուրքական պաշտոնյաների, թուրք պաշտոնյաների քլեչի կողմից մասնավորաբար մարտից կարծեմ։ Մարտի 11-ից։ Այս նույն կոնտեքստում պետք է դիտարկել։ Ես կարծում եմ այո, որովհետև իրենք այս եւ նաեւ մի քանի այլ հարցերի շուրջ որոշ ժամանակ տեղի ունենում ավելի շուտ որոշակի գործընթաց։ Մենք քննարկել ենք ձեր տաղավարում, որ Turkish Airlines-ը գործում ամտնի Հայաստան եւ իրենք ինչ որ ժամանակ էին ըստ էության վերցրել գնահատելու համար ինչա հնարավոր օրինակ ինձ համար շատ եւ զարմանալի եւ հետաքրքիր է որ ամենօրյա ռեժիմով չվերթները լինելու հետագայում 2 անգամ լինելու օրը 2 անգամ այո եւ սա այսինքն վկայում է որ այդ գնահատումները արել են եւ թուրքական կողմի համար ձեռնտու ուրեմն պայմաններ կան իհարկե կարծում եմ որ տրանզիտի մասին առաջին հերթին խոսքը Դե Հայաստանից Թուրքիա այդքան մարդ չի գտնվի, չէ՞ գնացողիկ։ Հազիվ թե, բացի այդ այնտեղ կար Պեգասուսը օրինակ աշխատում էր, փոքր ինքնաթիռներ էին։ Իսկ կարծում եմ դա լրիվ բավականացնում էր եւ եթե զուտ Հայաստանի ու Թուրքիայի միջև զբոսաշրջության վրա շեշտը դնենք, Հայաստանից հիմնականում գնում են համակային ճանապարհով եւ էլի այդքան չեմ կարծում որ այդ հոսքի մասին է, բայց այստեղ տրանզիտի հարցն է, որտեղ Ստամբուլի օդանավակայանը դա աշխարհի խոշորագույն օդանավակայաններից է եւ բառացից աշխարհի ցանկացած ծայր այդ օդանավակայանից հնարավոր է գնալ։ Հիմա հաջորդը մինչ Մարգարայում այդ աշխատանքները տեսնելը եղան հանդիպումներ Գյումրիի հատվածում, չէ՞, աշխատանքային հանդիպումներ, ելի քննարկում են երկաթգծի բացումը։ Սա արդեն այլ մասշտաբ է, ենթադրում եմ։ Դե տեսեք, երբ որ ես ասացի կար որոշ գործընթացներ սկսվել էին վաղուց, մեկը վերաբերում էր երկաթուղուն, երբ որ ըստ էության, եթե պաշտոնական հաղորդագրությունների վրա հիմք ունենանք, նշում են, որ գնահատում է գնում կողմերից եւ տեսեք, երբ որ վերջին գնահատումը եղավ, ամիս առաջ էր կամ ամիս կես, ուրեմն դրանից շատ կարճ ժամանակ հետո մեր վարչապետը դիմեց ռուսական կողմին, որպեսզի նա արագացնի այդ եղած հատվածների վերակառուցումը, որտեղ այդ հատվածները Հարավկովկասյան ընկերությանն են ըստ էության պատկանում։ Եվ թուրքական կողմից նույնպես կա հետաքրքրություն եւ ես կարծում եմ հաջորդ ավելի իրատեսական պայմանավորվածություն հայ-թուրքական հարաբերություններում հենց այստեղ կարելի է փնտրել։ Չէ, այստեղ կա մի շատ կարևոր նրբերանգ։ Դա մեր պատուհանն է Եվրամիությունն դեպի։ Այո։
Տեսեք, մեր կողմից դա մեր պատուհանն է դեպի Եվրամիություն, որտեղ եթե մենք Եվրամիության հետ ուզում ենք գործընթացները խորացնենք, առավել եւս առևտրատնտեսական կապերը ու նաեւ եթե ուզում ենք տրանզիտ դառնանք արդեն կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, այսինքն դա ուղղակի անհրաժեշտություն է, ֆիզիկական սահման է, այստեղ քննարկելու բան չկա առաջին հերթին։ Եվ երկրորդ Թուրքիան ինքն է իր արչեւ այսպես սահման բացելու դեպի ԵԱՏՄ, որտեղ Թուրքիան նույնպես դիտարկում է մեզ եւ ընդհանրապես այդ բլոկը որպես հնարավորություն, որտեղ ինքը կարող է որոշակի գործունեություն ծավալել։ Այսինքն այս սահմանը շատ տակրքի սահման է, այո, մի կողմից տանում է դեպի Եվրամիություն, Եվրոպա, մյուս կողմից Թուրքիայի հնարավորությունները ավելացնում է դեպի Եվրասիական տնտեսական գոտի։ Ալիևը ինչու է դժգոհում Հայաստան-Եվրամիություն գործընկերային համաձայնագրի։ Դե Ալիևի դժգոհությունը ես կարծում եմ, որ մի քանի շերտեր ունի եւ այդ շերտերից ամենաառաջինը պետքա փնտրել Ադրբեջանի այն դիրքի մեջ, որ այսօր ունի Ադրբեջանը, այսինքն Ալիևը առաջին հերթին իր իշխանության պահպանման տեսանկյունից։ Սա առաջին, երկրորդ, եթե Հայաստան ունենում է հնարավորություններ, բնականաբար կգնա որոշակի զարգացման, օրինակ տեխնոլոգիական առումով, որը որ առաջիկա տասնամյակներում աշխարհում միջազգային հարաբերությունների ամենակարևոր գործոնն է դառնալու։ Իսկ դրան զուգահեռ, օրինակ մենք տեսնում ենք Ադրբեջանից վերլուծական հոդվածներ, որտեղ խոսում է կրիզիսների մասին, սպասվելիք հատկապես նավթի հետ կապված, այսինքն տարբեր խնդիրներ կան, որ Ալիևին կարող է անհանգստացնել։ Այսինքն Թուրքիան մեծաշով դեմ չի, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը իր առանցքով է անցնում։ Ես կարծում եմ դեմ չի, որտեղ Թուրքիան ստրատեգիական է նայում խնդիրներին, ի տարբերություն Ադրբեջանի, որը տակտիկական է նայում խնդիրներին։ Թուրքիան ստրատեգիական է նայում եւ Թուրքիան շատ լավ գիտի, որ Թուրքիա պետության այսպես դերը միշտ պայմանավորված է եղել արևելքի ու արևմուտքի միջև այդ կամուրջով։ Իսկ այսօր այդ կամուրջը գալիս է մի կողմից այս տարածաշրջանը, մյուս կողմից Եվրոպան։ Այսինքն այդ կամուրջի դերը միշտ կա, իսկ Թուրքիան դրանից կօգտվի անպայման։ Մեզ համար էական է այս փոփոխությունները անել Էրդողանի կառավարության հետ, թե ով է լինի։ Ես կարծում եմ ով է լինի այդ գիծը կշարունակի, որովհետև այս կամրջի, այս գաղափարը, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ դրեց, դա սկսվեց Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, այսինքն դեռ Թուրգուտ Օզալը եւ Սուլեյման Դեմիրելն էին։ Տեսեք, դա այդպես փոխակերպումներով եկավ, այսօր հասավ Էրդողանը ավելի զարգացրեց, այսօր իրանք արդեն երկաթուային միջին միջանցքը առաջ քաշեց եւ այլն, այսինքն այս ամբողջը ավելի բարձրացավ Էրդողանի շրջանում եւ ռազմավարական է խնդիրը, կապ չունի ով իշխանության կգա, ընդդիմությունը գա ավելի շատ շեշտը կդնի, այսինքն ավելի փորձի արևելյան ընդդիմությունը կատունեմ հանրապետական ժողովրդական կուսակցությանը, այսինքն ավելի շատ արևելքի որի վերնախավում արդեն փոփոխություն է եղել։ Չէ, վերնախավը նույն ընտրվեց Օզգյուրը որպես կուսակցության ղեկավար։ Ձերբակալվեց, դեղից ձերբակալված է Իմամ Օղլուն Ստամբուլի։ Նախագահի տեխնացու ով է առաջադրել։ Իմամ Օղլուն։ Եվ իրանք արդեն 25 միլիոնից ավել ձայներ հավաքել են, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն։ Բացառվում է։ Կարծում եմ բացառվում է այս փուլում։ Էրդողանը չի գնա դրան։ Կգնա, չգիտեմ, գուցե այնտեղ շատ տակրկի գործընթացներ ա տեղ ունենում, գիտեք, օրինակ ըստ թուրքական մամուլի եւ սոցիալական ցանցերի Էրդողանի առողջական վիճակը ավելի վատանում է առաջին հերթին, դեռ տարիքը մի կողմ թողնենք, ուրեմն եւ կրկին քննարկվում է Էրդողանի հաջորդի խնդիրը, հարցը ով է լինելու Էրդողանի հաջորդը։ Եվ շատ հետաքրքիր վերջին օրերին շատ հետաքրքիր տեսակետներ են ի հայտ գալիս, որոնցից մեկը այն է, որ շատ հնարավոր է Էրդողանի որդուն էր Բիլալ Էրդողանին որպես նրա հաջորդ եւ դա բացատրում է նրանով, որ վերջին ամիսներին նա շատ ակտիվ է եւ ճիշտ է նա ոչ մի պաշտոն չի զբաղացնում, բայց բոլոր պետական բարձր բանակցությունների, այցերի ամենտեղ նա կա։